Գեղամ Նազարյան։ Շնորհակալություն։ Դուք կարծում եմ միջև բանկին դիմելը Եվրոպական ներդրումային բանկին արդեն իսկ նախատեսած կամ պլանավորած եք եղել, թե ինչի համար ենք ուզում ես վարկային գումարը եւ ոչ թե վարկը ստանալու ենք, հետո որոշենք ինչ անենք։ Այս դեպքում ես կխնդրեի նշել, թե քանի բնակավայր է ընդգրկում ծրագիրը եւ մոտավոր դուք թիվ չնշեցիք, քանի հոգու մենք կապահովենք աշխատանքով այս ծախսերի, այս վարկի շնորհիվ։ Շնորհակալություն հարցի համար, ծրագրի նախապատրաստման, ասեմ, այս փուլում ամբողջական պատկերը մենք չունենք դեռևս վերհանված, ունենք նախանշած ծրագրեր, բայց դրանց ավելի մանրամասն մշակումը դեռ առջևում է, հստակեցնեմ, որ Սյունիքի բոլոր համայնքներում բնակավայրերը ներառված են լինելու ծրագրերին, ըստ իրենց կարիքների, առաջնահերթությունների գնահատման եւ ազդեցության իմաստով կարելի ասել ամբողջ բնակչությունը համարվելու է որպես շահառու։ Մեկ անգամ եւս հստակեցնեմ, որ ունենք նախանշված ծրագրեր տարբեր մարզերում, բնակավայրերում, օրինակ ջրամատակարարման բաղադրիչի մասով գրեթե բոլոր համայնքներում մենք ունենք ծրագրեր, որոնք պատրաստում ենք իրականացնել, բայց հստակ գնահատական տալ պետք է անցնենք համապատասխան գնահատման գործընթացները, մշակվեն ծրագրերը, նախագծերը եւ այլն։ Ծրագրերը տարբեր պատրաստվածության աստիճան ունեն եւ բանկը պահանջում է շատ ավելի համապարփակ գնահատում, տեխնիկատնտեսական հիմնավորում, նշեմ նաեւ դոնոր կազմակերպությունը աջակցելու է կառավարությանը, համայնքների եւ մարզպետին ծրագրերի մշակման հարցում։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ես պարզապես կցանկանայի ավելի, որովհետև ծրագիրը հենց անվանումից էլ բխում է, որ Սյունիքին է վերաբերում, ուղղակի էլի անորոշ է դառնում, ինչ խնդիր էինք ուզում լուծել, որ դիմեցինք վարկ ստանալու։ Էսա, ես ուզում եմ ավելի հստակ ասում եք, վարկը կստանանք, հետո կորոշենք ինչ ենք անելու, մենք Սյունիքում այս ծրագրով ինչ խնդիր ենք լուծելու, առողջապահական, ջրամատակարարման, թե ամեն բնակավայրում տենց կորոշենք ինչ խնդիր ենք լուծելու, թե ասենք կարանք այլ ուրիշ խնդիր էլ լուծենք, քան այս անվանումներն էր, որ դուք թվարկեցիք։ Բացառապես 3 ուղղվածության ծրագրերը կարող են ֆինանսավորվել, դուք իրավացիորեն նշեցիք, դա առողջապահական, կրթական եւ ջրամատակարարման։ Ուրիշ ոչինչ, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման իմաստով սրանք են գնահատվել առաջնային ուղղությունները, առաջնահերթությունները մարզի տեսանկյունից։